Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Այսօր մի հետաքրքիր կլինիկական դեպք ցույց կտամ, որտեղ սխալվում եմ ինքս, այսինքն թույլ եմ տվել սխալ և ցույց եմ տալիս, թե ինչում եմ ես սխալվել։ Ինչով է սա կարևոր, որովհետև իմ վիդեոները կարա տպավորություն թողնի, թե գիտեք ինչ կա բան։ Ամեն ինչի մոտ բացառիկ տենց շատ լավ, շատ անսխալական, ամեն ինչ շատ ճիշտ է, բայց ոչ, սխալվում են բոլորը։ Ընդհանրապես գործելուց սխալվում են բոլորը։ Եվ ես որոշել եմ իմ սխալներն ժամանակ առ ժամանակ հրապարակել եւ դուք տեսնեք, թե ոնց եմ ես սխալվում։ Սրան կարելի է ասել բժշկական սխալ թե չէ, չգիտեմ, հա, դա հարցի մյուս կողմն է։ Կարևորը, որ դուք հասկանաք ինչպես է աշխատում բժշկի տրամաբանությունը, ինչպես է վերլուծում բժիշկը եւ ինչպես է դա սովորություն դառնում ընդհանրապես իր գործողություններում։ Եվ այսպես պացիենտը միջին տարիքի ներկայացել է որոշակի, այսպես կոկորթային կերակրափողային խնդիրներով, չեմ ուզում մանրամասները ասեմ, գանգատների, որովհետև խնդրի հետ այական կապ չունի, եւ ներկայացել է նաեւ սոնոգրաֆիայի թղթեր, որտեղ այդ սոնոգրաֆիայի իր թղթերում երիկամից վերև նկարագրվում է հանգույց գոյացություն, որը գնահատվում է որպես մակերիկամի, մակերիկամները ամեն երիկամի վերևում գտնվող գեղձային հյուսվածք են, որպես բարվորակ գոյացություն մակերիկամից եկող միելոլիպոմա։ Հիմա ես լույսը անջատեմ, որպեսզի ձեզ ցույց տամ այդ նկարները։ Ինչ ենք տեսնում։ Այս պատկերի մեջ տեսնում ենք սա լյարդը, սա երիկամը, կեսը երիկամի, եթե այստեղ այս կողից եկող ստվերը չլիներ, կողից կամ աղիքից էական չի։ Այս ամբողջը կտեսնենք, երիկամը այսպես գնում է, էլի։ Մի խոսքով երիկամն ենք տեսնում, վերին բևեռը, երիկամից վերև, ահա այս սպիտակը, այդ գոյացությունն է, սա է լյարդն է։ Հիմա սա երբ որ նայում ենք երկայնական կտրվածքում, երբ որ հորիզոնական կտրվածքում ենք նայում, այս ենք տեսնում, այսինքն 90 աստիճան եթե դաչիկը թեքում ենք, ասես ցույց տամ, դաչիկը երբ որ սենց ենք նայում, մարմինը սենց երկարությամբ պառկած է, սա ենք տեսնում, եթե դաչիկը թեքում ենք 90 աստիճան, տեսնում ենք այս մյուս պատկերը, ահա այս պատկերը, սա աղեգալարներ են, սրանք աղեգալարներ են, իսկ ավելի ճիշտ, մի խոսքով աղեգալարներ են մեջը գազով, այս է մեզ հետաքրքրող օբյեկտը, եւ ես տեսնում եմ, որ ինքը բոլոր կողմերից շրջապատված է լյարդային հյուսվածքով, բոլոր կողմերից, այս էլ այդ օբյեկտն է, որը ունի մոտավորապես 3 սանտիմետր, ամենաերկար չափը մոտավորապես 3 սանտիմետր է, այս նույն օբյեկտը եւ այս նույն օբյեկտը։ Ես մյուս նկարն էլ ցույց տամ, մյուս նկարում, ահա, սա լյարդն է, սա լյարդն է, այստեղ աղիներ էական չի, էսի ըստ երևույթին, ինչ է, ստորին սիներակը կամ, երևի ստորին սիներակը կամ աորտայա, չգիտեմ, պիտի շարժեմ, որ տեսնեմ։ Մի խոսքով, ահա այս գոյացության մասին է խոսքը։ Ես ենթադրում եմ, որ եթե սա այսպես ամբոլոր կողմը, այս նկարով էլ այսպես, սա երիկամից մի կտոր, սա էլ ահա այդ գոյացությունը։ Ինձ թվում է սոնոգրաֆիստներին էլ հետաքրքիր կլինի։ Հիմա հարցը հետևյալն է, սա մակերիկամի բարվորակ գոյացությունն է, թե լյարդի բարվորակ գոյացություն։ Ես գրում եմ լյարդի հեմանգիոմա հարցականով։ Այսինքն այնուամենայնիվ կասկածում եմ, որ սա լյարդի հեմանգիոմա է, ոչ թե մակերիկամի միելոլիպոմա, էլի բարվորակ գոյացություն, ոչինչ չնշանակող ըստ էության։ Թեև պացիենտը ունեցել է նաև աչից ցավեր, բայց այդ ցավերը սրա հետ ոչ մի կապ չունեն։ Եվ ինչ ենք անում, գործողությունները, բնականաբար համակարգչային շերտագրություն։ Ստեղ մի քիչ սկզբունքների խախտման հարց կա, ինչ տեսանկյունից։ Տեսեք, ընդհանրապես ստուգումը անում ենք այն դեպքում, միայն այն դեպքում, ես տենց եմ կարծում, կամ հիմնականում այն դեպքում, երբ որ այս ստուգումից հետո քո մոտ գործողություն է փոխվելու, անելիքները փոխվելու են։ Եթե ստուգումը հետաքրքրասիրությունը բավարարելու համար է, պետք չի այդ ստուգումն անել, պետք չի մարդուն այդ ծախսի տակ գցել։
Բայց այս դեպքում, այս դեպքում ինչ է, եթե սա լյարդի հեմանգիոմա է, այսինքն լյարդից եկող բարորակ գոյացություն է, ապա ոչինչ չես անելու, ըստ էության։ Կարող է դինամիկայում հսկես, կարող է։ Եթե մակերիկամի բարորակ գոյացություն է, միելոլիպոմա է, էլի ոչինչ բան չես անելու։ Այն որ ասում ես ոչխարներն ումն է, ասում է սևերը թե սպիտակները, ասում է սևերը, ասում է իմն է, բաց սպիտակները էլի իմն է։ Հիմա ստեղ են լինի թե են լինի ոչինչ չես անելու։ Ինչի ես լրացուցիչ ստուգում նշանակում։ Ասեմ ինչու եմ լրացուցիչ ստուգում նշանակում, որովհետև համակարգչային շերտագրությամբ չի հետազոտվել պացիենտը, իսկ թե հեմանգիոմայի համար, թե միելոլիպոմայի համար համակարգչային շերտագրությունը ըստ էության կարող հանդիսանա վերջնական դիագնոստիկ միջոց։ Բացի այդ, հնարավոր է որ դա չլինի երկուսից եւ ոչ մեկը, հնարավոր է դա լինի մեկ ուրիշ գոյացություն, որը պետք է այնուամենայնիվ գնահատվի եւ բացահայտվի։ Այսինքն, եթե հանկարծ պարզվեց, որ սա ուրիշ գոյացություն է, ոչ հեմանգիոմա է, ոչ էլ միելոլիպոմա, այդ դեպքում գործողություններ են հետևելու։ Այսինքն, մեր ստուգումը այնուամենայնիվ կարա փոխի գործողությունների պլանը։ Միևնույն ժամանակ հետաքրքրությունն է մեր բավարարում, թե սա այնուամենայնիվ միգուցե բարորակ է եւ լյարդից է գալի թե մակերիկամից։ Համակարգչային շերտագրությունը ուղեգրում ենք, իրականացնում են եւ ինչա բացահայտվում, համակարգչային շերտագրությամբ շատ լավ ճարպային հյուսվածքը նկատելի է։ Եվ նկատում է, որ այս ուռուցքը, այս գոյացությունը ավելի ճիշտ, մեծամասամբ ճարպային հյուսվածքով է ներկայացված, այսինքն հանդիսանում է մակերիկամի բարորակ գոյացություն։ Թեև սովորաբար միելոլիպոմաները մակերիկամի ավելի փոքր չափի են լինում, սա 3-ից 3.4 համակարգչային շերտագրության վրա մինչև 3.4 սանտիմետր, 3 ու մի քիչ ավել սանտիմետր չափ է տվել։ Եվ ստացանք արդյունք, որ մակերիկամից է, ինչ պետք է անել, ոչինչ չպետք է անել։ Բայց ինչ ենք անում մենք, այս հարցի համար այնուամենայնիվ ուղեգրեցի էնդոկրինոլոգի խորհրդատվությամբ, որպեսզի էնդոկրինոլոգը այնուամենայնիվ գնահատի մակերիկամի ֆունկցիաները, կան խախտում այդտեղ թե չկա, եւ արդյոք հնարավոր է մակերիկամից լինի մանր-մունր մի քանի սիմպտոմներ, որոնք պացիենտը նշում է, օրինակ մաշկի չորություն։ Մի խոսքով, դա արդեն էնդոկրինոլոգի կոմպետենտության շրջանակում է, մեր կոմպետենտության շրջանակում մենք շարունակում ենք բուժել հիմնական կոկորդի եւ կերակրափողի հետ կապված սիմպտոմները, մի խոսքով դրանցում առկա է դրական դինամիկա, մենք դա շարունակելու ենք։ Բայց այստեղ ես սխալվել եմ եւ իմ առաջի վարկածը տարբերակի ճախտորոշման մեջ ոչ թե անգիոմիոլիպոման էր, թեև իմ գոլեգաները դա գրել էին։ Ինձանից առաջ 1-2 սոնոգրաֆիա արվել է, ու մարդիկ գրել են միելոլիպոմա մակերիկամի։ Ինձանից առաջ դա արել են։ Բայց ես այնուամենայնիվ կարծում էի, որ սա ավելի շուտ հեմանգիոմա է, լյարդից է։ Ու ես սխալվեցի, ու ինձանից առաջ աշխատած գոլեգաներս ավելի ճիշտ դուրս եկան։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։